Պակիստանը նախազգուշացնում է Հնդկաստանին իր օդային տարածք ներխուժելուց, այս մասին հայտարարել է Հանրապետության պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Մենք դա արեցինք 3-4 տարի առաջ, երբ հնդկական ինքնաթիռը խոցվեց Պակիստանի տարածքում։ Մենք գերեվարեցինք օդաչուին, որն ի վերջո հանձնվեց Հնդկաստանին։ Նրանք նույն ճակատագրին կարժանանան, անգամ եթե փորձեն խախտել մեր օդային տարածքը, մենք կպաշտպանենք այն։ Նրանք անպայման դեռ երկար կհիշեն, թե ինչպես ենք մենք այն պաշտպանել, ընդգծել է Պաշտպանության գերատեսչության ղեկավարը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարված զինադադարը։ Ինչպես ես հասկացա, նախագահ Պուտինն այսօր առավոտյան հայտարարեց ժամանակավոր հրադադարի մասին, ասել է նա։ Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է մշտական հրադադար տեսնել։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 28-ին հրադադար է հայտարարել հաղթանակի 80-ամյակի տոնակատարության տևողության ընթացքում։ Այն կգործի մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակնկալում է, որ այս ընթացքում ուկրաինական կողմը նույնպես կպահպանի հրադադարը։ Անհնար է քննարկել խաղաղության բոլոր ծրագրերը, քանի որ երբ դրանք հասնում են հանրային դաշտ, կորցնում են արդիականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կան հսկայական թվով հրապարակումներ, բայց այս բոլոր դրդերանգների ցանկացած հանրային քննարկումն անհնար է, ասել է Կրեմլի խոսնակը։ Հատուկ գործողության շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եւս մեկ զինադադար հայտարարելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, ապրիլի 28-ին։ Հրադադարի ռեժիմը կշարունակվի մայիսի 8-ից մինչև մայիսի 11-ը։ Իր հերթին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կասկած է հայտնել, որ Վոլոդիմիր Զելենսկին կաջակցի Պուտինի հայտարարած հրադադարին։ Գերագույն Ռադայի ազգային անվտանգության կոմիտեի քարտուղար Ռոման Կոստենկոն խոստովանել է, որ ՌԴԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ գեներալ լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանությունը կազմակերպվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Նա Մոսկալիկի սպանությունն անվանել է հատուկ ծառայությունների ճիշտ աշխատանք։ Գեներալը մահացել է ապրիլի 25-ին, երբ Մոսկվայի մարզի Բալիշիխա քաղաքի իր տան մուտքի մոտ կայանված Volkswagen Gold մակնիշի ավտոմեքենան պայթեցվել է։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել ուկրաինական տարածքից, երբ Մոսկալիկը լքել է շենքը։ Հաջորդ օրը ԱԴՑ եւ Քննչական կոմիտեն հայտնել են Ուկրաինայի հետախուզության գործակալ Իգնատ Կուզինի ձերբակալության մասին։ Հարցաքննության ժամանակ, որի տեսանյութը հրապարակել են հատուկ ծառայությունները, նա խոստովանել է, որ իրեն հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Ստամբուլի շենքերի սեյսմակայունության ուժեղացման եւ քաղաքի հնարավոր ուժեղ երկրաշարժերի նախապատրաստման շրջանակներում վերանորոգման ծրագրի իրականացման համար հրատապ աշխատանքի անհրաժեշտության մասին։ Մեր պարտականությունն է հնարավորն ու շուտ պատրաստել քաղաքը երկրաշարժերի համար, քանի դեռ տարերքները չեն թակել մեր դռները, ասել է նախագահան։